Ուժեղ կմփոց եկավ, շատ ուժեղ է, որտես բաներ չէի լսել կյանքումս։ Մի 9 անգամ կրակոց։ Այս տարեց կնոջ պատուհանի տակ ավելի քան 30 կրակոց է հնչել։ Աղմուկից հետո պատուհանից է տեսել, թե ինչպես են գետնին ընկած տղամարդուն պատգարակի վրա դնում, ծածկում դեմքն ու տեղափոխում շտապօգնության մեքենա։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 18-ին ժամը 21:30-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Մուրացան փողոցում։ Այդ ընկածը ավտոյի հենց կողքն էր, այն լուկի մոտը։ Ավտոն որ շարժվեց, նոր հետո տեսանք, հետո շտապօգնություն եկավ ընկած մարդուն վերջում տարան, որ արդեն այդ ավարտեցին իրանց ամեն ինչը, հենց իմ պատուհանի տակից էլ սկորից էլ կանգնեց, սև բանով ցեպով քաշեցին ու տես դրեցին տարան։ Դա մահացածներ, շատ ցավալի է, բայց ջահել էին, լավ չեղավ էլի։ Անբացատրելի վախն էր։ Եվ այդքան եկա միտքից զայրեն չանցավ, որ այսպեսի բանը գլահոս։ Այդքան վախցերեմ չեմ կարող ասել։ Հետո որ խոսում էին դղաներ բարձր ցայնոր մեր պատուհանինքով, որ դղամը մերավ։ Տարածքի բնակիչները մատնացույց անելով ճանապարհին փակցված Վահե 20 գրությամբ սքոր ժապավենն ասում էին, որ զոհվածը նա է 20-ամյա տղան։ Դեպքի վայրից մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաև 15-ամյա մի պատանի։ Քննչական կոմիտեից ազատությանը փոխանցեցին, 1 անձ ձերբակալվել է։ Արդյոք նա էր կրակոցներ արձակել, կոմիտեից չմանրամասնեցին։ Նույն օրը դեպքի վայր հասած ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գրել էր՝ միջադեպի ժամանակ մարտական 2 նռնակ է գործադրվել, որոնցից մեկը է, մյուսը ոչ։ Նռնակի մասին տարեց այս կինն էլ է լսել։ Դե հետո ինձ էլ ասին տնից դուրս արի, ասին ընդ ինչ-որ բան ենք այդ պատվալա են անել իրանց մոտը, որ հանգած չպայթի։ Դեսը դուրս եկա փողոցում կայնացով ինչ խոսում էր էդ էի լսում, ուրիշ ոչ մի։ Արյունալի այս դեպքից ընդամենը մի քանի օր առաջ հուլիսի 12-ին Վարդավառի օրը կրակոցներ են հնչել նաև Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ատրճանակով զինված տղամարդը մտնում բակ, մոտենում մի տղամարդու, հարցնում դու ով ես ու կրակում ոտքին։ Տուժածի հարազատը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, ազատությանը պատմեց, որ այդ օրը հայր ու որդի մեքենան տարել էին այդ բակում գտնվող ավտոլվացման կետ։ Զինված տղամարդը ըստ նրա հայտնվել է բակում, մի քանի երիտասարդների անուններ հնչեցրել ու նրանց փնտրել։ Կարող եք մարդիկ չենքերում են ապրում, ես չգիտեմ։ Ինքը որի չէ անուններ ա կորացել կամերաների մեջ չի երևում ում անուններն ա կորացել։ Մեր զրուցակցի խոսքով իր հարազատը անծանոթ տղամարդուն միայն հորդորել է զենքն իջեցնել, քանի որ բակում երեխաներ են խաղում։ Դրանից հետո ըստ նրա զինված տղամարդը կրակել է նրա ոտքին։ Տեսնելով դա, տուժածի որդին նստել է մեքենայի ղեկին եւ վրաերթի ենթարկել կրակողին, այդպես փորձելով նրան զինաթափել, պատմում է տուժածի հարազատը։ Տղան տենում ա, որ իր հայրը անկած է, մեքենայի մեջ նստում է, այդ կրակողը տղայի վրան է կրակում, 5-6 փամփշտ կրակում է։ Մեքենայով հետ է տալիս, հայրը տեսնում է, որ իր երեխայի կրակում են, այդ վիրավոր ոտով հետ է վազում ու բռնում է, որ այդ զենքը վերցնեն ձեռից։ Վերցնում են այդ պահին, այդ դուրս վերցնում են, այդ անկածին խփում են մի 2-3 անգամ, հետո զենքը ձեռից չգիտեմ ով է վերցնում, այնտեղ էդևում է։ Վերցնում են, հետո շտապօգնություն է գալիս։ Ազատության տեղեկություններով դրանից հետո զինված տղամարդը փախուստի է դիմել եւ իրավապահները դեռ չեն հայտնաբերել նրան։ Քննչական կոմիտեից ազատությանն ասացին, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 մարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, սպանության փորձի, խուլիգանության հոդվածներով։ Կրակոցներ արձակած անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում, սակայն նա դեռ չի հայտնաբերվել։ Քննչականից ասում են, հետախուզում չի էլ հայտարարվել, այս փուլում միայն ձերբակալման որոշում է կայացվել։ Վրաերթ հարած վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել են տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը, իսկ տուժած տղամարդը ձերբակալվել է։ Այս պահին հիվանդանոցից իրան տանում են, ես չգիտեմ ուր են տանում։ Վիրավոր ոտով, ոտի ոսկորը, փոքր ոսկորը չկա, ինչ անեն մեռնեն, որ այդ ժամանակ ինչ-որ մի բան լիներ, պետք է կանգնեին սպասեին, այդքան փամփուշտ է կրակվել։ Ամեն մարդիկ է, իրանք էլ վնասազերծել են, զենք ուզեցել են, ձեռից վերցնել։ Կանգնեն նայեն ոնց են կրակում։ 3 կեսգիշերին ոստիկանական ուժեղացված ծառայություն էր Երևանում, լրատվամիջոցներն էին ֆիքսել ոստիկանական բազմաթիվ մեքենաներ։ Արդյոք այս դեպքից հետո են ոստիկանները որոշել ուժեղացված ռեյդ անել։ Ներքին գործերի նախարարությունից ասացին ոչ, ոստիկանական հերթական ուժեղ հսկողություններ դա։ Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն այս ռեյդերը ցուցադրական է համարում եւ ուշացած։ Ասում է, քանի դեռ կրիմինալն իր ծոծրակին չի զգում վախը, որ իրավապահների ուշադրության տակ են, շարժի դեպքում միանգամից գիտեն
իդենտիֆիկացվեն, ձեռքի տակ ունեցած զենքերով միշտ էլ փողոց են դուրս գալու։ Պիտի լինի գործակալական ներթափածում Հայաստանի Հանրապետությունում գնալով կազմակերպված բնույթ ստացող հանցաշխարհ միջավայր։ Քրեական հետախուզության ստորաբաժանումները կադրային ռեֆորմի անհրաժեշտություն ունեն։ Վախի մթնոլորտը կրիմինալը վախենա ուժային կառույցների ֆիզիկական ներկայացումից անգամ ժամանակ կզգացվի։ Նախորդ ամիս էլ կենցաղային վեճներ վերածվել կրակոցների 4 մարդ վիրավորվել էր, ձերբակալվել էր միայն մեկը։ Ամիսներ առաջ էլ Աչափնյակում էր արյունալի հրաձգություն տեղի ունեցել։ Հերթական այս կրակոցներից հետո ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր 2025-ին Հայաստանում հանցագործությունների եւ հարուցված վարույթների թիվը նախորդ տարվա համեմատ 3.2%-ով նվազել է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով վերջին 5 տարիներին Հայաստանում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 75%-ով, իսկ հրազենի կիրառմամբ կատարված դեպքերի թիվը 83%-ով։ Նախկին փոխոստիկանապետն էլ շեշտում է, պատժի անխուսափելիությունն է կրիմինալին փողոց հանում։ Այս ընթացքում ոտքից վիրավորում ստացած տղամարդու հարազատն էլ տարակուսած է, ինչպես օրը ցերեկով փորձանքի մեջ ընկան իր հարազատն ու նրա որդին, բայց վերջում հենց նրանք հայտնվեցին ոստիկանությունում, իսկ կրակողը դեռ հետախուզվում է, չկա։